Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր լրատվականն է աշխատում արտակարգ ռեժիմով։ Բարև ձեզ, տաղավարում Ալա Բաղդասարյանն է։ Այսօր մարտի 30-ն է, օրը կիրակի, Գյումրին արտահերթ ընտրում է իր ավականին, այսպիսով ձևավորելով տեղական ինքնակառավարման մարմին։ Վաղ առավոտից մեր նկարահանող խմբերը գտնվել են տարբեր ընտրատեղամասերում, հետևել ընտրական գործընթացի կազմակերպմանը։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 8-ից։ Գծել քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթեշտիկների արգղի մեջ մինչև սկսվելը։ 2 րոպե ուշացումով է բացվում Գյումրու 31-ի կոտորակ 56 ընտրատեղամասը ընտրողները այդ ընթացքում հասցրել էին սպասել մուտքի մոտ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։ Նորմալ մտածակարգով։ Հաջողություններ։ Լրիվ կարող է։ Առավոտյան 8-ից բացվեցին Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերը, ընտրողներին առավոտյան վաղ քվեարկության գալ ստիպել է ի բարօրություն քաղաքի ընտրություն կատարելը։ Վաղ առավոտյան իմ ընտրատարածքներ աշխատանքային, ուզեցա, որ առաջինի ես եղնեի ընտրողը։ Ինչ? Իշա քաղաքի, իշա բոլորիս լավ լինելու համար։ 31-ի 56 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Աիդա Հակոբյանը նշում է, այստեղ գրանցված են 1387 ընտրող։ Ուրեմն նորմալ սկսել ենք եւ վիճակահանությամբ եւ երկրորդ նիստի աշտանագրություններով ժամը 8:00 աշտեն տեղամասը բացված է ունենք աշտեն ընտրողներ։ Քանի ընտրողներ։ Ուրեմն 1356 ընտրական տեղամասում այս ունենք 1387 ընտրող։ Նորմալ ընտանում է հենց առաջի պահից ունենք բավականին ինչպես տեսնում եք ընտրողներ աշտեն։ Վաղ առավոտյան միջադեպեր չեն գրանցվել ընտրատեղամասում քվեատուբը ըստ ընտրական օրենքի փակ է։ Առավոտը բարի չէր 31-ի 55 ընտրատեղամասում կուսակցություններից մեկը եկել էր այն համոզմունքով, որ կարող է ընտրատեղամասում նույն կուսակցության 2 վստահված անձ լինել։ Բոլոր տեղամասերը կարելի է, մենակ ձեր տեղամասը չի կարելի։ Կարտացել ենք։ Սխալ եք կարտացել։ Սխալ չեմ կարտացել։ Պարտավոր եք հիշել, եթե արգելում եք, որոնք պարտավոր եք հիշել ու ցույց տալ։ Մենք առաջնորդում ենք նաև գրանցամարդյանը։ Օրենսգիր, ձեր գրանցամարդյանը օրենսգիր չէ։ Դուք ինքներդ չեք կարող օրենսգրքով գտնել։ Ձեր ընտրատեղամասի նախագահ։ Մեկը դուրս գա։ Մենք այդպես ենք առաջնորդվել, բայց ասում ենք Դուք եք պարտացնում, մենք ընդհանրապես պարտացնելու բան չունենք։ Դե շատ ավելի լավ է։ Մի հոգ իմանա մեկը դուրս գա։ հետո փոխարինեն իրար, այդքան տեղը չունենք մենք։ Ինչը, ինչպես նշեց 31-ի 55 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Նազիկ Մուրադյանը, օրենքը հստակ սահմանում է, որ նույն կուսակցությունից 2 վստահված անձ ընտրական տեղամասում չեն կարող լինել։ Այս դրությամբ մենք ունենք 2 ընտրող։ Միջադեպեր դերևս չեն գրանցվել, բացի մեկ միջադեպից, որին դուք ներկա գտնվեցիք, որ պահանջվում են 2 վստահված անձիկ, բայց օրենքը չի թույլատրում 2 վստահված անձ նույն կուսակցությունից։ Այդ պատճառով մենք մեկին դուրս հրավիրեցինք։ Այսինքն կուսակցության անդամը լավատեղյակ չէր օրենքին։ 2 վստահված անձ չի թույլատրվում նույն կուսակցությունից։ Շատ լավ, քանի ընտրող ունի այս ընտրատեղամասը։ Այս պահին 2 ընտրող ունենք, մենք 880 ընտրող։ Ընդհանուր առմամբ ունենք 880 ընտրող, այս պահի դրությամբ 2 ընտրող ունենք։ Որ քվեարկել են դուրս են։ Հանձնաժողովի անդամները, այո, բոլորը տեղում են, բացակա անդամ չունենք, բոլորը ներկայացրել են, մեկը որ հիմա չուներ գործառույթ իրականացնելու, դուրս է եկել ընտրելու եւ հիմա հետ կգա։ Առավոտյան 8:30-ի դրությամբ այլ միջադեպեր 31-ի 55 ընտրատեղամասում չեն գրանցվել։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Թիվ 31-ի կոտորակ 72 ընտրատեղամասում եւս ակտիվություն է նկատվում։ Ընտրողներին առավոտ վաղ քվեարկություն կատարելու է հասցրել աշխատանքի շտապելու հանգամանքը։ Ժամը 9-ին աշխատանք եմ, բուժաշխատող։ Եկել եք ընտրության հանուն։ Այո։ Հանուն մեր քաղաքի ապագայի։ Տեղամասում, ինչպես ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Գալստյանն է նշում, միջադեպեր չեն գրանցվել, բայց քաղաքացիները ընտրական կարգի իմացության բացեր ունեն։ 1550 ընտրող այս պայթրությամբ մասնակցել են 16-ը։
Ըստ էության նորմալ է ակտիվությունը։ Տեսնենք թե օրվա հիմնական ժամերին ինչպես կլինի։ Հիմնականում օրինակ Ավելի շատ եղած հարցերը, որոնք քանակությամբ մեջ չեն, կապված է ծրարում տեղադրելու, գրիչ լինել չլինելու եւ մնացած քվեաթերթիկները ուր պիտի տեղավորեն։ Չնայած որ հանձնաժողովի անդամները մինչև քվեախցիկ հասնելը զգուշացնում են։ բոլորը տեղում են հանձնաժողովում։ Իհարկե բոլորը տեղում են, դիտորդներ, վստահված անձիկ ներկային։ Միջադեպեր չեք ունեցել։ Փարկասու թու չէ, աստված հրուպա է։ 1550 ընտրողից 8-ից 830-ի հատվածում քվեարկել են 16-ը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Տեղ կա հատ։ Մենք նետում ենք հա այդ մնացածը 31-ի կոտորակ 74 ընտրատեղամասում առավոտյան 8-ից 8:30-ի հատվածում բավականին բարձր ակտիվություն է նկատվում առավոտյան վաղ ընտրողների ակտիվ հոսքն այստեղ ապահովել են տարեց ընտրողները։ Անդրել են երեխեքից տորնիկներից համարից արդեն մեծ են։ 31-ի կոտորակ 74 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Էմմա Աթոյանը նշում է ժամը 8-ից մինչև 8:30-ի հատվածում 1166 ընտրողից ընտրել է 13-ը։ Տեղամասում գրանցված են 1166 ընտրող, այս պայթրությամբ 8-ից արդեն 30 է, 13 ընտրող։ Ունենք ընթացքը գնում է խաղաղ, հանգիստ, բնականon հունով, միջադեպեր չունենք, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Բոլորը տեղում են, վստահված անձիկ, դիտորդներ, բոլորը տեղում են, աշխատում ենք նորմալ, կատարում ենք մեր բոլորը գիտակցված կատարում են իրենց քաղաքացիական պարտքը, եւ ընտրողները եւ մենք։ Դիտարկումները այս բան չեմ կարող ասել կան թե չկան, հաշմանդամություն է ծանոթանք, բայց որպես մատչելի տեղամաս են գրկված, հետևի մուտքից մենք ունենք փակցված է, դարբասից կա փակցված է, որ սայլակով կարողանան ընտրողները կան եւ քվեարկեն, չի ասի որ մատչելիության առումով վատ է, նորմալի եւ ընդգրկված է ցուցակի մեջ։ Հանձնաժողովի անդամը նշում է ընտրատեղամասը մատչելիության առումով գնահատվել է որպես մատչելի ընտրատեղամաս։ Առավոտ վաղ սակայն հաշմանդամություն ունեցող անձինք դեռ չեն եկել։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Հիշեցնենք, որ Փարաքարում այսօր եւս տիմ ընտրություններ են։ Այստեղ կա 20967 ընտրող։ Փարաքարի տիմ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ։ Նշենք նաև, որ Գյումրիում մասնակցում է 9 քաղաքական ուժ։ Ինչպես արդեն ասել ենք, առավոտյան ժամը 8-ից բոլոր 82 ընտրատեղամասերում մեկնարկել է քվեարկությունը։ Ժամը 10-ի դրությամբ իր քաղաքացիական պարտն է կատարել 2 քաղաքական ուժերի թեկնածուները։ $111,236 ընտրող ունի Գյումրին ըստ 2025 թվականի վերջին տվյալների։ Թիվ 31 ընտրատարածքում գործում են 82 ընտրատեղամասային կենտրոններ։ Աստղիկ Խաչատրյանը նախորդին ներկա է գտնվել տեղամասերի կահավորման գործընթացին։ Մեկ հատ մասնակետի գործառույթների
111,236 ընտրող ունի Գյումրիին ըստ 2025 թվականի վերջին տվյալների, թիվ 31 ընտրատարածքում գործում է 82 ընտրատեղամասային կենտրոն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը նշում է, այսօր սահմանված ժամանակից շուտ են ավարտել ընտրատեղամասերը կահավորելու աշխատանքները։ Մեր նախատեսածից է մի ժամ շուտ ավարտեցինք, բոլոր հանձնաժողովի նախագահները, անդամները գալիս են, ստեղից ստանում են ընտրական փաստաթղթերը, ծրարները, քվեաթերթիկները, ինքնասոսնձվող դրոշմանիչները եւ այլ փաստաթղթեր, արձանագրություններ եւ այլ, որը որ անհրաժեշտ է ընտրությունների համար։ Քվեախցիկները տեսնում եք։ Ուրեմն մենք ամբողջը ցուցակով բաժանում ենք ստացականով բոլորին։ Քվեախցիկներ, քվեատուպեր, անձը նույնականացնող տեխնիկական սարքեր եւ այլն ընտրատեղամասերը կահավորվել են, գործընթացին էլ հնարավոր է եղել հետեւել նաեւ ուղիղ եթերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի election.am կայքով։ Եթե հանգարց կահավորման այդ խնդիր է լինում, որ կարող է տեսախցիկը ազդի, որ գաղտնիությունը ընտրության, անպայման զանգում են մենք էլ իրենք էլ, որ այդ սենյակի կահավորանքը դիրքը փոխեն։ Մինչև առավոտ ժամը 7-ը, մինչև հանձնաժողովի նիստը, ոստիկանները բոլոր 82 տեղամասերում հսկում են եւ առավոտյան ամեն տեղամասի հսկող ոստիկանները հանձնում են տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Ընտրատեղամասերը կհսկեն ոստիկանական խմբերը մինչև ընտրական գործընթացի ավարտը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Մարտի 29-ին լռության օրվա հետ կապված որևէ խախտումներ չեն արձանագրվել 31 ընտրատարածքում։ Սակայն նախորդող քարոզի օրերին որոշ խախտումներ եղել են, դրանք արագ շտկվել են։ Այս մասին նշել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Հրաչ Սահակյանն է պատմում։ Գյումրու արտահերթ թիմ ընտրություններին ընդառաջ քարոզարշավը մեկնարկեց մարտի 15-ին եւ այն շարունակվեց մինչեւ մարտի 28-ը։ Նշենք, որ քարոզարշավը բավականին բուռն ընթացք ուներ, քանի որ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ակնկահարույց արտահայտություններ, ինչպես նաեւ եղան ձերբակալություններ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի Գյումրու ղեկը ստանձնելու համար պայքարում են 9 քաղաքական ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։ Ավագանու թեկնածուների ամենամեծ ցուցակը 98, իսկ ամենափոքրը 23 հոգուց է բաղկացած։ Կեսգիշերին Գյումրիում մեկնարկեց լռության օրը։ Մինչև մարտի 30-ը ժամը 20:00-ն արգելվում է քարոզչության ցանկացած միջոց։ Այսօր լռության, իսկ վաղն արդեն ընտրության օր է։ Իսկ ինչպիսի քաղաքապետ է ուզում տեսնել գյումրեցին։ Խելքը գլխում։ Բայց չկա միջները խելքը գլխ մարդ։ Որ խելացե Թեոդորեն դեր քաղաքը սիրող։ Ընդհանրապես սիրել գիտեցող քաղաքապետ։ Սրդացավ քաղաքապետ։ Մասնակցելու եք դուք ընտրությանը։ Անպայման։ Այ ինչ միտումով եք գնում ընտրությանը։ Հավատալով թեպի լավ աբագան։ Հոգատար սրդացավ բնականաբար քաղաքի մասին մտածով։ Մարտի 29-ին 16:20 ընտրությամբ խախտումների մասին ահազանգ չեն ստացել 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, բայց նախորդող քարոզի օրերին որոշ խախտումներ արձանագրվել են, դրանք արագ վերացվել են, նշում է Տիգրան Ղազարյանը։ Խախտումներ եղել են չնախատեսված տեղերում պաստառների փակցման, բոլոր դեպքերով, որ մի քանի անգամ գրություն ենք ուղարկել համայնքապետարան, որ վերացնեն խախտումները, մեծամասնության դեպքերում խախտումները վերացված են շատ օպերատիվ ձևով։ Երեկ եմ ես պատասխան է դիտորդական առաքելությունների, որ իրենց արդեն իսկ իրենց մեր դիմումը ստալվալու պահին արդեն մենք տեսել էինք, դա վերացվել էր։ Գյումրիում էր նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Վահագն Հովակիմյանը քաղաքում նկատել է, որ չնայած մեծ պաստառների համար հատկացվել են սահմանված տեղեր, բայց քաղաքական ուժերի պաստառները փակցված են նաև սյուներին։ Սյունի վրա պաստառ կպցնելը, հասկանում եք, կարելի է սրանց կարող է ասենք, չգիտեմ, 7-10 տարի առաջ դա ինչ որ գոնե ճանաչելիության խնդիր լուծել։ Բայց այսօր այդ պաստառը իմ ընկալմամբ կարող է նույնիսկ վատ ազդեցություն ունենա, որտեղ այդ նույն թաղամասի բնակիչը, որտեղ հետո այդ պաստառը որ մնաց այդտեղ, այդ նույն թաղամասի բնակիչը ինքը ընկալելի է որպես բան։ Ոնց որ իր միջավայրը աղավաղով։ Պատասխանատուների խոսքով թիմ օրենսգրքին համաձայն կան նորմեր, որոնք չպետք է խախտվեն նաև բուն քվեարկության օրը։ Ընտրական օրենսգրքով, սահմանադրական օրենքով ասում է, որ քարոզչական պաստառները
չի կարող փակցված լինի տեղամասային հանձնաժողովներից 50 մետր հեռավորության վրա քարոզչական պաստառ չի կարող լինել։ Բացի իրավապահ մարմիններից, ԶԼՄ ներկայացուցիչներից եւ դիտորդներից քվեարկությունը հասանելի է առցանց տարբերակով, նշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Բոլորը պիտի հիշեն, որ տեղամասը on-line հսկողության տակ է։ Այսինքն, ով որ տեղամասում կանի օրինախախտում, եթե նույնիսկ այդ պահին էլ չկա, այսպես ենք, չֆիքսվեց, բայց միևնույն է այդ ձայնագրությունները մենք պահում ենք։ Այսինքն այդ ձայնագրությունները հասու են լինելու նաև իրավապահներին։ Այս ընտրապայքարում եւս քաղաքական ուժերը օգտագործեցին քարոզին բնորոշ բոլոր տարբերակները, ինչպես նաև ոչ այնքան ցանկալի տարբերակները, բայց եւ ինչպես հնչեց մեծ քաղաքական բանավեճի ժամանակ, այս քաղաքում կյանքը շարունակվելու է նաև ընտրություններից հետո։ Հրաչ Սահակյան, Խան Հովանեսյան, այսօր։ Գյումրու արտահերտ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները թվով 5-ն են։ Ընտրատեղամասում հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, նախագահը, քարտուղարը եւ 6 անդամները։ Տեղում կաշխատեն նաեւ դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներ եւ վստահված անձինք։ Գյումրու արտահերտ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպությունները թվով 5-ն են։ Ականատես դիտորդական առաքելությունը, անկախ դիտորդ հասարակական դաշինքը, Հայաքվե դիտորդական առաքելությունը, Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը, Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը։ Վերջիններս անցել են անհրաժեշտ վերապատրաստումները։ Ընտրատեղամասերում հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, նախագահը, քարտուղարը եւ 6 անդամները։ Տեղում են նաեւ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներ եւ վստահված անձիկ։ Գյումրի 82 փառաքարի 16 տեղամասերի նշանակված հանձնաժողովների անդամների համար անցկացվել է դասընթացներ։ Նախագահ քարտուղարների համար առանձին դասընթաց անցկացվել, որպեսզի իրենց պարտականությունը։ Սարքերի մասնագետների համար անցկացվել է առանձին դասընթացներ։ Այսինքն այն սպասարկող գործառույթ ունեցող անձնակազմի համար անցկացվել է դասընթացներ, 5 տեղական դիտորդներ, նաև մոտ 40 դիվանագետներ տարբեր լեզվաներից այցելուների կարգավիճակում հետևել են։ Մեր դասընթացավարները ուղղակի զգուշացնում են, որպեսզի քարոզ թաքնված քարոզչական չանեն ուղղակի։ Որովհետև 21 թվականի ընտրությունների ժամանակ եղել էր, որ քաղաքական ուժի, այսպես ենք այդ վերնաշապիկը, որ քաղաքական ուժի քարոզչական նյութերից էր, իրենց հակը մտել էին տեղամաս, բայց հանձնաժողովի անդամներով չենք ունեցել։ Հանձնաժողովները անցել են վերապատրաստում, մեր գործընկերները կենտրոնական ընտրական հանձնաժողովից այստեղ դասընթացներն անցկացրել, դա լիցենզավորմանը չի, լիցենզավորմանը առանձին է եղել, ուրեմն դասընթացներն անցկացրել եւ մի դասընթացը անցկացրել են միայն նախագահների եւ քարտուղարների համար, այսինքն ոնց որ կրկնակի դասընթաց է եղել, ես հուսով եմ, որ այդ դասընթացները անցել են եւ արձագանքները այնպիսին են, որ բավականին մեր կենտրոնականի ժողովուրդը բավականին գոհացած էր, ասեց, որ մեծամասնությամբ տեղյակ էին, գիտեին։ Նշենք, որ Գյումրու 111236 ընտրողները մարտի 30-ի առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը հնարավորություն ունեն կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Նշենք, որ Գյումրիում ամենաքիչ ընտրողների թվով ընտրատեղամասը Շերամի թաղամասում է 31-ի 12 ընտրատեղամասը, իսկ ամենամեծ ընտրատեղամասը Մուշ թաղամասում է 31-ի 14 ընտրատեղամասը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովանեսյան, այսօր։ Հանդիպում դասընթաց հավատարմագրված լրագրողների համար։ Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու դրանց ապահովումը համարժեք հսկողությամբ, ինչպես նաև լրատվական դաշտի ազատությունն ու վստահելիությունը առաջացրել են հարցեր ու մտահոգություններ, ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ լրագրողների շրջանում։ Հենց այս խնդիրները քննարկելու նպատակով էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր սեմինար դասընթաց։
Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու դրանց ապահովումը համարժեք հսկողությամբ, ինչպես նաև լրատվական դաշտի ազատությունն ու վստահելիությունը առաջացրել են հարցեր եւ մտահոգություններ, ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ լրագրողների շրջանում։ Այս խնդիրները քննարկելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում դասընթաց հավատարմագրված լրագրողների հետ, ովքեր քննարկեցին ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքն ու լրագրողների իրավունքները, ինչպես նաև ընտրությունների ընթացքում առաջ եկող խնդիրները։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները լսեցին լրագրողների մտահոգությունները եւ առաջարկները, որոնք վերաբերում էին ընտրական գործընթացի լուսաբանման հարցերին։ Լրագրողների հիմնական հարցերը վերաբերում էին ընտրախախտումների հայտնաբերմանը, ընտրական միջամտություններին, ինչպես նաև այն սահմանափակումներին, որոնք կարող են առաջանալ ընտրական գործընթացի ժամանակ։ Հանդիպմանը խոսվեց նաև այն մասին, թե ինչպես պետք է լրատվամիջոցները աշխատեն, որպեսզի ընտրությունների մասին տեղեկատվությունը լինի հստակ, ճիշտ ու հասցեական։ Սրանով հանդերձ լրագրողները կոչ են անում կենտրոնանալ նաև ընտրության իրավունքի պաշտպանության վրա, ինչը թույլ կտա նախադրյալներ ստեղծել ավելի թափանցիկ ու անկողմնակալ ընտրական գործընթացի համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր մարտի 30-ն է եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Գյումրին ընտրում է իր ավագանու կազմը, իսկ այսօր լրատվականը աշխատում է ձեզ համար արտակարգ ռեժիմով։ Դուք էլ մի անտարբեր եղեք եւ գնացեք ձեր քաղաքացիական պարտքը կատարելու։ Իսկ մենք պարբերաբար ուղիղ եթերներով կհանդիպենք։ Լավ եղեք։